Ամերիկյան Cloudflare անպային ծառայության սերվերներում գրանցված խախտումը երեկ մենք լրատվամիջոցներս էլ զգացինք մեր մաշկի վրա։ Մի քանի ժամ կայքերը չէին աշխատում ամբողջ աշխարհում։ Տեղեկատվություն ստանալու աղբյուրը սոցիալական ցանցերն էին։ Իսկ ինչն էր պատճառը։ Cloudflare-ը պարզաբանում է տեղադրել։ Հաքերային հարձակման մասին տեղեկություններ չկան, պարզապես չափազանց մեծ ֆայլ է ի հայտ եկել եւ դա հանգեցրել է խափանման։ Սկզբում մենք սխալմամբ կարծեցինք, որ խնդիրը հիպերմասշտաբային DDoS հարձակման հետևանք է, սակայն հետո պարզեցինք հիմնական պատճառը եւ կարողացանք կանգնեցնել այդ չափազանց մեծ ֆայլի տարածումը, այն փոխարինելով նախկին աշխատող տարբերակով։ Cloudflare-ը, ինչպես Ruyapn-ի տեխնիկական աշխատակիցներն են նշում, բազմաթիվ գործառույթների հետ նաև կայքի անունը վերածում է IP հասցեի։ Ստացվում է կայքերը չեն խափանվել, խափանվել են այսպես կոչված ուղղորդիչը եւ թարգմանիչը։ Հանուն արդարության եկեք հասկանանք, որ հայկական սայթերից որևէ մեկին ոչինչ երեք չէր եղել, հա։ Այսինքն այդ բոլոր կայքերը, որոնք անհասանելի էին, իրականում կարող էին ընդամենը մի կոճակ անջատելով վերականգնել իրենց կապը, ուղղակի պիտի հրաժարվեին Cloudflare-ի տված DDoS պաշտպանությունից, այսինքն հայկական որևէ կայքի մեծաշուտ որևէ բան չէր եղել։ Պապյանը պատմում է, որ Cloudflare-ը նաև պաշտպանական գործառույթ ունի եւ եթե այն անջատեին, կայքերը հասանելի կլիներ, սակայն նման ռիսկի ամեն դեպքում պետք չէր գնալ։